Ողջույն, Կորզարարավիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, որը խոսում է հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօրվա մեր հյուրն է Դանիել Ղևոնդյան, ողջույն Դանիել ջան։ Ողջույն Տիրան ջան, շատ մերսի հրավերի համար։ Խնդրեմ, դուք եկել եք Պարսկաստանից, միան ասեք երբ եք եկել ու ինչի համար եք հայրենադարձել։ Ճիշտ ասած, ես եկել եմ 2004 թվականին 21 տարի առաջ։ 21 տարի առաջ, այսինքն որ արդեն տեղափոխվել եմ ոչ պլանավորած ձևի։ Առաջին անգամ ելել եմ Հայաստան 93 թվականին, այն մութ ցուրտ տարիներին, ուժուր երեխա եմ ժամկաս 14 տարեկան, հետո եկել եմ 24 տարեկանում, երբ որ 21 տարեկանին, 21 տարի առաջ կներեք։ Ոչ պլանավորված ասեցիք։ Հա, չեմ եկել իբրև եմ որ հայրենադարձ Հա, տենց չեմ եկել, 21 օրվա վիզայով եկել իմ ստեղ, բայց եկամ ես ու իմ զույգ եղբայրս։ Եկանք Հայաստան, ընդեղ բանակից ոնց որ ուրիշ ավարիայի վթարի պատճառով ազատվեցի, պասպորտ առա ու որոշեցի գամ Հայաստան առաջի տեղը, որ դուրս եմ գալի։ Եկամ ստեղ ու սենց հանգամանքներն են ծլա, որ նախքին կնոջս հետ ծանոթացա ամերիկյան համալսարանում այդ փորձեցի, որ տեսեմ կերնի չի ելնի։ Ուզում եք ուսանել։ Ոչ թե ուզում էի, ասենց որտեղ ստեղին մենք թեթևը ասենց ուսումնասիրեցի, որ տեսնեմ եթե հնարավորություն կա, ստեղ շարունակեմ, որտեղ Պարսկաստանում ոնց որ բակալավար bachelor degree Պարսկաստանից ստացել եմ արդեն ու ստեղ կարող եմ master degree սովորեմ ամերիկանում, գնացի այդ հարցուփորձ արեցի, տեսնեմ կստացվի թե չէ, տեսամ հնարավոր է։ Ու Դա մի հանգամանք էր, նախին կնորս է ծանոթանալ մի հատ ուրիշ հանգամանք։ Նույն այդ մի քանի ամսվա մեջ։ Այդ 20 օրվա մեջ։ 20 օրվա մեջ սենց չգիտեմ, ամեն շատ լավ դասավորվա։ Հա, ճակատագրական էր ու սենց գնացի նորից Թեհրան, մի շաբաթ 10 օր մնացի, արդեն հավաքվեցի հետ եկա։ Այսինքն այդ ժամանակ տենց չէր որ մինչ վերջ մնայի, 21 օրվա վիզա էր։ Եկաք ուսանելու։ Եկամ ոչ թե պրամոյ ուսանելու, ուղղակի ուսանելու Եկամ համ դիմեմ հատուկ կասության կարգավիճակի, որ պասպորտին ման ժամանակ հայկական որպես հայկական արմատ ունեցող։ Այո, կասություն կարող ստանայինք, բայց քաղաքացիություն այն ժամանակ երկհարկացությունը չկար։ 10 տարվա պասպորտ էր։ 10 տարվա պասպորտ էր, կենի ասել։ Դրան դիմեցի, որ կարողամ ամերիկանը մտնեմ, եթե չէ արդեն մի 4 անգամ 5 անգամ իր վարձավճարը բարձր լինում։ Այդ ընթացքում մի տես թեթև պատրաստվա համալսարանի մուտքի քննության համար դիմեցի այդ 10 տարվա պասպորտին, մի քանի ամիս այդ ստատուսով ստե մնացի, մինչև ամեն ինչը դասարով ամերիկյան համալսարան ընդունվեցի, 10 տարվա պասպորտը ստացա ու սկսեցի ստեղ ոնց որ ապրել։ Սովորեցի ու ավարտեցի ու հետո մտամ աշխատանքի ու տենցի շարունակվել եմ մինչև այսօր տենց կյանքի, ինչ են ասում, կյանքի տարբեր ելևէջներով բարձր գնացել եմ, ցածր եկել եմ, ոնց շատ ենք Շատերը եկան ստեղից, բայց թողեցին գնացին, երևի չստացվեց ինչ որ ցեզ այդ ստացվեց, որովհետև դա կարևոր մեկ-մեկ մարդիկ sense ոգևորված գալիս են ու ստացվում, մեկ-մեկ մարդիկ գալիս են ընդամենը ստեղից ուրիշ տեղ գնալու, հատկապես Պարսկաստան, չէ, Ամերիկա հիմնական ուղղությունը ու չի ստացվում։ Դուք ցեզ այդ ստացվեց։ Ինչ էին առաջին պլյուսերը, մինուսները, դուք ստեղ մի անգամ եք եկել դրանից առաջ 93-ին եկել։ Հետո արդեն 2004, ասենք 11 տարի հետո։ Ու եկաք վստահ շատ բան փոխված էր դեպի լավ, ասենք, հա, եւ ինչն էր որ ցեզ կյանքը փոխեց Պարսկաստանից այստեղ, ինչ էին պլյուսերը ու ինչ էին մինուսները, որ դուք հանդիպեցիք։ Սենց մի հատ փոքր անդրադառնամ ձեր նախկին հարցին, որ շատերը եկան չստացվեց, որոշները մոտ ստացվեց։ Հիմնականում մեծ մաս մարդիկ, որ եկել են ստեղ հետո հիասթափվել են կամ չեն մնացել կամ վերադարձել են, իրանք ամառներ ոնց որ ստե տուրիստական կյանքով գալիս են ու տուրիստական կյանքն են տեսնում, իրանք մտածում են 12 ամիս մարդիկ տենց են ապրում, բայց այդ տուրիստականը չի պիտի նայես, եթե տուրիստականով ես նայում ու մոտիկանում կյանքին, հետո միանգամից հիասթափվում ես, իսկ եթե իրական կյանքն ես ապրում ստեղ ու գալիս ես ամիսներով մնում ես, գոնե մի տարի, 2 տարի, ձմեռ ես անցածում, ըստեի ձմեռվա կյանքն ես տեսնում, ծախսերն ես տեսնում, ես ինչ եմ ցենց պլյուս մինուս ասած ձեզի, ամառը ավելի հեշտ ես ապրում, քան ձմեռը բնականաբար, չնայած հիմա ձմեռը շատ է թեթևած է, այն ժամանակվա ձմեռներն -30 գանից էլ էր երթում, շատ սաստիկ ձմեռներ էր, հիմա տենց չի արդեն, ու այդ այրնում, որ եթե այդ ոչ
տուրիստականը, ստանդարտ կյանքի, եթե դու սիրում ես Հայաստանի, ուրեմն սիրում ես։ Տուրիստական արդեն ուրեմն մի հատ ոնց որ բոնուս, Հեքիաթ է տուրիստական։ Հա, հեքիաթը մի հատ բոնուս է ես կասեմ։ Ամեն երկիրը։ Ես եմ սիրում տուրիստական ամառը կաֆեները բաց է, այսքան տուրիստ կա, այսքան հյուր կա, այսքան ուրիշ երկրներից ինձ էլ շատ հյուր գալի, շատ հաճելի է բնականաբար, բայց ստանդարտ կյանքով է մարդ ապրում, միշտ չի կարող իրան տուրիստ զգա։ Իսկ նրանք որ մենակ տուրիստական կյանքն են սիրում, այդ բանով են գալի, դրամատրուչությամբ են գալի, դրանք կարող մի քիչ հիասթափվում են կամ մտածում են այդքան էլ կյանքը ստեղ լավը չի կամ բան չի, բայց ամեն ձմեռյա լավ ունի, ամառյա լավ ունի։ Դուք մինուսները ինչ էին ցուրտից բացի այն ժամանակվա։ Ցուրտը իմ համար մինուս չի, ես ցուրտը շատ ավելի հեշտ եմ տանում ինքս անձամբ, քան տակը կասեմ մինուսն է, որտեղ տակից շատ անտանելի է, չեմ կարող։ Հենց այդ պատճառով ես հիմա ոնց որ այս տարվանից է 10 օրով է, ամառը արդեն շաբաթը 4 օր, 3 օր մինիմում փորձում եմ Սևանում լինեմ, հիմա շատ հաճելի ապ կա այնտեղ։ Կարող եմ ասեմ Հայաստանում ամենասիրած տեղն է։ Իրանց հետ համագործակցում եմ, փորձում եմ մի քիչ օգնեմ, ես էլ այնտեղ ամենակարևորը իմ համար որ ես այնտեղ անցածեմ, մնացածը կարողանամ օգտվել։ Հաճելին եւ գործը իրար հետ։ Հա, հաճելին գործը տենց սիրուն դասավորել է իրար հետ ու շատ ընտիրաստացել։ Ինչ խելացի բան է գանում, բայց ամենատեղս ստեղի էլի ասենք որ ամառը ոչ թե շատ խիստ չի, ծմերը շատ խիստ չի, հիմա կոնե պետք է ասենք որ էլի հավասարակշռված է 200 օր արև ունենք։ Այդ բոլորը պլյուսեր են։ Իսկ մինուսները ինչ էին, որ այդ տարիքում եկաք ու հանդիպեցիք ու ասեցիք, վայ ինչ լավ է Բարսկաստան ավելի լավ է։ Տեսեք, մինուս, որ ասեմ, մինուսը շատ կա, չեմ ուզում մինուսի մասին խոսամ, բայց մի մինուս, որ ինձ անդրադարձած ելնի, ես մինչև այսօր չեմ կարող ասեմ ինչ մինուսից մի հատ հարց է մի քանի անգամ խոսացել եմ, մի անգամ էլ կառավարության նիստ եմ հրավիրել գնացել այնտեղ եմ նույն թեման խոսացել, որ 2021-ի առաջի աշխատանքային օրվանից, որ Հայաստանի փոստը, հայ փոստը դարավ պետական կազմակերպություն, մենք մի հատ ես ու մտերիմ ընկերս ու նախկին կնոջս ախպերը միասին ոնց որ բիզնես ենք աշխատացրել, բիզնես ենք դեր աշխատում ենք Հայաստանում, շրջագործություն ենք անում, mēs շատ լավ պայմանագրով սկսել ենք արդեն համաշխարհային Ինչի գործություն։ Չրագործություն, ամերիկային չրեր ենք արտադրում, չրենի անունով հիմա դա արդեն 4 տարի չկա չի աշխատում։ Շատ լավ պրոյեկտներ ու շատ լավ մեծ քանակներով արտահանում ենք անում աշխարհի բոլոր տեղերը հայփոստի միջոցով։ Մի հատ Արարատ Box բանկա project կա իրական։ Եթե հիշում եք, Արարատ Box-ի մեջ մենք ամեն box-ի մեջ մի հատ փաթեթ ջիր ենք տալի ու շատ մեծ քանակներ, այսինքն մոտիկ մի 8 անգամվա առաքման ընդհանուր գումարը մոտիկ է $80,000, որ մեր համար իբր շրջանառություն եւ տենց ոնց որ շունչ տան կերությունին շատ ընդիր, շատ հաջող բաներ, որ մենակ կառավարության որոշումը որ պիտի գներ 4 անգամ թանկանա, 4 անգամ ոչ թե 4%, ոչ թե 40%, դեպի Ամերիկա այդ մեր 2 կիլոն 2000 քանի 100 դրամով միանգամից դարավ 20 քանի հազար դրամ։ Թե կիլոն 2000 քանի 2 կիլո տուփ էր մեր 4000 մի քիչով, բայց միանգամից ելավ, չգիտեմ, 10 քանի հազար դրամ, 350%-ով թանկացավ։ Ու մենակ ես չիմ, ու մեր բիզնեսը չէ, շատ փոքր բիզնես է, որ արդեն այդ պրոյեկտով աշխատում են, ու շատեր մեր նման ոնց որ հերերին ոտի են կանգնում, արդեն սկսում են ներդրում են կարը նոր ճարանոց են կարը ուզում են գազ քաշենք ընկերության մեջ, լիքը տենց ոնց որ պլանավորում ենք, որ ինչպես մեծանանք, որ հասցնենք այս պրոյեկտի հետևից, միանգամից ոնց որ տենց մեջքը ջարդվեց ու հատկապես երկիրը որ սփյուռք ունի, դի ավելի նայ որ ավելի էժան կա։ Ու մնացինք ոնց որ պարտքի տակ, սարքինք արել լիզինգով, լիզինգի փողը 3 տարի փակվեցինք առանց որ իրա միացնենք հոսանքի, տենց այդ կարգի։ Ու վերջում էլ ամենը բիզնեսը էժան ծախանք ու հագանք վերջացավ գնաց։ Էդի մենակ իմ էս հայ փոստի պատճառը, որ գնացիմ այնտեղ էլ խոսացիմ կառավարության նիստում բանում, ասենց զգացիմ պրոստը որոշումը ինձ էլ կանչել այնտեղ որ ոնց որ գամ իմ բողոքս ներկայացամ երթամ էլ ուրիշտեղ չխոսամ այդ թեմայով։ Ամենատեղս ուրիշ ուղղություններով աշխատեցիք նայ։ Ուրիշ ուղղությունները էդի կողքից է, հիմնական աշխատանք չի եղել։ Ես ոնց որ ավարտելուց հետո մի քանի տարի կոմպրեսորների ստանցիա ասեմ, թե չգիտեմ չեմ ուզում ռուսական բայ կայան, կոմպրեսորների կայանները, հա, մեխանիկական ուղղություն այնիլերի, որը կապ ունի ավելի շատ իմ Պարսկաստանի սովորածին ու բэкգրաունդին ու ամեն ինչին։
Այդ ոլորտում եմ աշխատել, հետո գնացել եմ Սաֆիր Crystal, եթե ճանաչեք, Սաֆիր Crystal-ի արհեստական աճեցում մշակում, բայց ոչ թե զարդեղենի, ավելի շուտ բժշկական ու ռազմական նպատակներով։ Այն էլ շվեյցարական մեջ շատ լավ ոնց որ առաջադեմ ընկերություններ, բայց տարի-տարուկես աշխատելուց հետո զգացի, որ այդտեղ ես իմ ապագան չեմ կարող տենամ։ Ու այն ժամանակ Հայաստանում Pepsi-ն էր կառուցվում։ Pepsi գործարանում տեսամ արտադրության տնօրենի հաստիկ կա, դիմեցի, տենց հետաքրքիր ձևի ընդունվեցի աշխատամ ընդեր մի 4 տարի ու այն օրվանից մնացել եմ այդ ոլորտում, այսինքն ըմպելիքների, գործարանների, դրանից հետո Արմենիավայնում եմ ելել, Արմենիավայնից հետո Ջերմուկում եմ ելել, Ջերմուկից հետո այդ ջրի բիզնեսն ենք դրա մոտիկ մի տարի չեմ աշխատել, հետո նորից կոմպրեսորների կայարանի ընկերության հետ եմ համագործակցել, հետո եկամ Coca-Cola եմ աշխատել ու այսինքն սա կոպիտ ասած էս ոլորտը միշտ բանջերն են ցես որ կա գերես կարացել եմ նորմալ տեղավորվել եմ աշխատել եմ հետո Coca-Cola-ի վերջի տարին ու մի քիչ իմ ընտանեկան նոր կարգավիճակն ու ամուսնալուծությունը այդ ամեն ինչը շատ տենց ոնց որ ծանր անդրադարձավ կյանքիս բայց հիմա արդեն ոնց որ նոր գործարանների կառուցման, նախագծման, չգիտեմ, արտադրելու ոնց որ նախագծերի վրա եմ աշխատում, իբրև մասնավոր, այսինքն ծառայության մատուցման պայմանագրի եմ կնքում, իրանց հետ աշխատում եմ կամ իբրև ֆիզանց կամ իբրև ընկերություն, արդեն որ մեկը որ ավելի հարմարավետ կանանք իրար ոնց որ համաձայնության գանք։ Վերջից պրոյեկտն էլ էս շունչ ջուրն է, եթե ծանոթ եք, եթե տեսել եք շուկայում, եթե կա շունչ ջուրն է, որ արդեն մոտիկ մի տարի է Բարոնք ասենք շուկայում է ու ընդլայնվում է, վաճառքներ մեծանում է, տեսականին ենք շուտով ավելացնելու, մի քանի ամիսից արդեն կուրանանք ավելի շատ տեսականի ու տենց նմանատիպ գործարաններ 1-2-3 ուրիշ չեն Հայաստանում։ Տենց պահանջար կա ջուրի շատ ստեղ։ Հիմա մենակ ջուր չէ, ինչ ուզում ա ելնի։ Հյութ կլինի ուրիշ ինչ որ լսում են շշի մեջ կամ տարայի մեջ, ոնց որ ես այդ պրոյեկտներով եմ հիմնականում։ Ամենատեղս միշտ ասում ենք որ հայրենիթարցները ու այս տեղի հյուրերը բոլոր մասնակցություն ունեցողը միշտ գործ գտնի ու ծեր մասնակցությունը հաստատ պահանջված է ու մի երկիր որ ավելացնում է իր արդարությունը ոնց որ գիտենք սկիզբը 20 տարի առաջ կարող է մի հատ ջուր գալ, մի հատ հյութ գալ, հիմա արդեն 10 ջուր, 10 հյութ կա։ Արդեն ջուրեր, չգիտեմ, կարող է 20 անուն ավելի շատ հայկական արտադրված ջուր կա։ Ծեր նման մասնակիցները անպայման բարդաթիր պետք են ունենում։ Ես ասում միջև հիմա այտենց ինչ են ասում, չեմ բողոք չելնի ինքնագովանքել չելնի։ Բայց պիտի խոսեմ, մենք ասում եմ որ եթե ուզել եմ աշխատեմ, չի էլ առանց աշխատանք մնամ, այսինքն այստեղ որ շատեր ասում են աշխատանքը դժվար է, կյանքը շատ թանկ է, եկամուտը կյանքի ծախսի հետ։ Բայց նաև դրսում են դրսում են չի էժանը, ամենտեղ տենց է, այստեղ մեկ քիչ իր փոքրելու պատճառով շուկայի փոքրելու պատճառով շատ ավելի զգայուն է։ Գնի վրա ավելի զգայուն է, ժողովրդի մեծ մասը ապրանքը որ արտադրում ես շատ փոքր է տենց բնակչության հետ ես կարող աշխատես, որ նորմալ ակտիվ արևտուրանով է։ Բայց մեծ մասը պիտի անպայման արտահանելու վրա մտածես, ասես եթե արտադրություն ես դնում, կախված արդեն մի հատ շատ փոքրից որոնց մեկ ինչ մեծանաս, արդեն պիտի արտահանես, եթե չէ, Հայաստանում շուկան չի կա։ Երկիրները, ԵԲՀ երկիրները եւ այլն, այդ բոլորը ունես հնարավորություն, պիտի աշխատես դրա վրա։ Բայց մեր հիմնական նպատակը այս հաղորդման նաեւ որ համոզենք դրսի մեր սպիրկահայ մասնակիցներին, որ մենք ստեղ ունենք գարիկ այդ բոլոր մասնակիցներին ունեն իրենց գործերը եւ այլն եւ այլն։ Ու նաեւ եթե ասում են օրինակ Եվրոպայից վերջերս եկել էին ասում են որ հաթանգացեր մոտ սուպերմարկետ մտանք եւ այլն այո կարող է թանկ լինի բայց շատ բաներ կա որ էլ մոռանում ենք որ կոմունալը մեր եւ Եվրոպային շատ ավելի ցածր է, հավոր շատ ցածր է։ Դերից սկսենք այդ կոմունալը փախուստ չկա դրանից։ Դրա համար պիտի սկսես դրանով մտածել տրանսպորտ ավելի էժանացնել եւ այլն եւ այլն։ Այսինքն չենք կարող միայն սուպերմարկետի հետ համեմատել, որ մենք դեռ չստացվի որ հիմա մենք խոսում ենք շատ թշկող ենք թանկացումներից այո թշկող ենք, այնց դե չի որ հիմա եթե երթանք արտերգիր այնտեղ շատ ավելի հանգիստ է, այդ չի վիճակը։ Բայց դուք նաեւ ամուսնացաք հետո Չէ, դեռ բայց երեխա ունիք, չէ՞։ Այո, մի հատ ոնց որ նախկին ընտանիքից ունեմ մի հատ հրաշալի աղջիկ, անունը Անուշիկ է, Անուշ։ Շատ լավ անուն է։ Արդեն 11 տարեկան է, դպրոց է գնում, ես մի քիչ դժբախտաբար ոնց որ կյանքից գրաֆիկի ու աշխատանքից զբաղվածության պատճառով չեմ կարող շատ ժամանակ անցկացնեմ։
հիմնականում բայց ոնց է ինքը կյանքը իր ստեղ կյանքը ստեղ հիանալի է, ես որ համապատասխանում իր ստեղի խոսացեք ստեղի դպրոցի եւ իր ուսանողական կյանքը որ տեսնում եմ ու իր հենց առաջի դպրոցի օրը որ պիտի երթա դպրոցում ինչքան ոգևորված, ինչքան կարոտած, ինչքան է ուզում գնա դպրոց ու ոնց է երթում իր ուսուցչուն գրկում, ընկերներին գրկում, սիրում ամենին, տենց իր ընդհանրապես տրամադրությունը եւ իր հոգեվիճակը դպրոցում որ տեսնում եմ, դա կարող է լինել իմ համար ամենամեծ պլյուսներից մեկը, որ ես կյանքում չփոշմանեմ, որ ստեղ ընտանիք եմ կազմում ունեցել եմ երեխաս դեռ ստեղ ապրում, հույսով ստեղ շարունակի ապրել, որտեղ կմեծանա արդեն ինքը կորոշի իր ապագան ոնց է եղնելու, բայց չեմ կարող ընդհանրապես համեմատեմ իմ դպրոցական կամ իմ ուսանողական շրջանի հետ, որ ես մի օր սիրով չեմ գնացել դպրոց, որ փոքր ընկել է միշտ մեզի լացելով բանով են ճանապարհել դեպի դպրոց։ Դեուս հայկական չէ։ Դեուս հայկական, բայց այտենց բան չէր, էլի, այտենց զգում ես որ հարամում ես կյանքդ այդ համ դպրոցում, համ ամեն տեղ, այսինքն դեղում ես երբեք ինչ են ասում, այտենց սերտիս տակից ուրախ չեմ ապրել։ Երբևիցե չեմ ապրել։ Դե ինչ ասենք նա իմ Ամերիկայում ոմեգա օդար դպրոցը ուղարկում չգիտի ով անստում իր երեխու գողքին ու ինչ վտանգների մեջ է այդ ամեն ինչը։ Դրա համար մենք շատ գոհ ենք մեր երեխեքի դպրոցի ընկերների ծնողների։ Այո, ամեն ինչ։ Բոլորը շատ մեծ պլյուս է, որը ամեն մեկ ծնող գերազի դրա մասին։ Էլ չենք ասում խմբակների մասին։ Վստահ եմ խմբակները լագնում ծեր երեխան։ Էդում է բարի, էդում է կանոնի, էդում է երասուչան, տես դիքը։ Դրանց ավելի ինչ պիտի անի։ Ամեն ինչ անում է, ասում եմ ասեմ ու շատ ամեն ինչը հանգիստ ձև է ելնում, այսինքն հանգիստը որն է, ես ասում եմ ինքս չեմ կարող հիմա անձամբ շատ զբաղվում եմ ամեն ինչով, որտեղ նույն տանը չենք ապրում։ Բայց ամենատես ինքը իր մորը ապրում ու ուրախ կյանքով է։ Հա, վստահ եմ որ շատ ուրախ ու շատ իր ամեն ինչին հասնում է ու դպրոցը շատ սիրով է երթում գալի, իր պարապմունքները շատ սիրով է երթում գալի ու իր անվտանգելն ամենակարևորն է այս ամեն ինչի մեջ։ Ուտեր Վարսկաստանից բարեկամ ծանոթ որ մեկ-մեկ գնում եք հաստատ։ Չեն ուզում իրենք էլ որով իր Վարսկաստանը ինձ համար զարմանալի է, որով ամենամոդիկ երկիրն է Հայաստանի, որը շատ սփյուռք ունենք, այսինքն սահմանագից, այնտեղ շատ ավելի դժվար է կյանք ապրել այս բլոկադի պատճառով, գրոնի պատճառով էլ նաև չեմ կարծում որ շատ հաճելի է հայերի համար, չնայած իրենք շատ լավ աչքով են նայում հայերին, բայց ինչու մարդիկ մի անգամից չեն որոշում որ հերիք այլևս այստեղ ապրենք ու կանք ավտոն նստենք։ Ես իմ համար միշտ լուրջ հարց է իմ Հայաստան գալը եւ հիմակվա իմ համատարիքների որ արդեն աշխատանքով, գործով, տնով, ընտանիքով այդ ստատուսի մեջ չեմ կարող համատեմ իմ ստե գալու որոշելու հետ եւ իրանց որոշելիքը որ պիտի կայացնեմ։ Որտեւ ես այն ժամանակ որ եկել եմ, ես ինքս մենակ իմ գլխից տերն եմ ելել, հələ այն ժամանակ էլ ընտանիքս տերան էր, բայց իրանք մեկ-մեկ օգնել են ինձ ինձ չի որ ես 0-ից եկել եմ ստո միանգամից հանգիստ ապրել եմ։ Բայց դա ինձ թույլ է տվել որ լավ մերվեմ, այսինքն այդ society-ի մեջ մերվեմ շրջապատով, աշխատանքով, ամեն ինչով։ Իսկ այն մարդիկ որ այդ տարիքում չեն եկել, արդեն 30 եւ պլյուսով, որ ընդ արդեն ընտանիք ունեն, աշխատանք ունեն, տուն ունեն, տեղավորված են, արդեն ընտանիքի պատասխանատվությունը պիտի կրեն, երբ որ գալիս են, այստեղ չեն ձևավորեն դեղները։ Դրանով հանդերձ ինձ ասեմ, ես որ եկել եմ այստեղ իմ շրջապատից մոտավորապես ոչոք չի ելել այստեղում։ Բայց ես որ եկամ այստեղ եւ հիմա որ նայում եմ իմ համադասարանցիներից կարող եմ ասեմ 5-6-7 ընտանիք կան, որ մշտական եկել են Հայաստան։ Վերջի մոտավորապես 10-12 տարվա ընթացքում, այսինքն ես որ եկել եմ 6-7-8 տարի հետո միանգամից սկսել են տարի 1-2-3 ընտանիք, որ իմ համադասարանցիներն էլ փոքր ժամանակ, որ ծեր օրինակը նայելով թե իրենք ոչ մենակ իմ օրինակը, Պարսկաստանի դեպի հետեթալու բաժարով տեմպն էլ այլ է, Հայաստանի առաջերտալու տեմպն էլ այլ, այսինքն շատ արագ են եկել երկուս հասել իրար, որ այնտեղ կարողան արդեն ոնց որ ասած ձեզի այդ բավական է, նստենք այդտեղ Հայաստան։ Ռիսկը վերցնեն իրենց վրա կան Հայաստան ու թու շատ լավ որ ամեն ինչը առաջնս ամենի համար շատ լավ ու շատ հաջող է ստացվում։ Ու նաև հայ չկա որ չունի նաև արտասահման Ամերիկա, Կանադա, Ֆրանսիա բարեկամներ ունեք, նենց բարեկամներ որ նայում են ցեզ ու ասում են ինչ ապահով եք ապրում։ Այո կան, բոլորն էլ կարող եմ ասեմ մեկ իշխնես նախանձը կա, նախանձ չէ, կարող է կարոտում եմ, մի բարի նախանձով եմ ասում։ Եկել են, գնացել են, մասը կա որ դեռ չի եկել, չի էլ տեսել Հայաստանը մինչև հիմա
իրանց կյանքի զբաղվածության պատճառով։ Մինչև հիմա չէ։ Ամերիկան համար ամենազարմանալի։ Իմ համար է զարմանալի, բայց մարդու կյանքը չես կարող երբեք դու տատես։ Իմանաս է պայմաններ տենաս։ Բայց նայես որ ինքը 1000 անգամ ուրիշ դեր է գնում, ես ինքս ուրիշ տեղ չի գնում։ Այդպես ասեմ, Ամերիկայից դուրս չի եկել։ Օրինակ 30-40 տարի Ամերիկայից դուրս չի եկել, այդ կարգի մարդիկ ես չեմ կարող ասեմ, որ վայ ինձ այստեղ չեք եկել, որովհետև գիտեմ ուրիշ տեղ չեն գնացել։ Ու վստահ եմ, սիրում են, ուզում են գան, ուզում են տեսնեն, մարդկա կարողանում, մարդկա չի կարողանում, դա էլ արդեն Այսինքն եթե pedagogan ծրագիրներ լինեն, որը մինչև հիմա 33 տարի է չի եղել, որը հայրենադարձությունը խթանի, որոշ առավելություններ դա առաջին 2 տարին, որոշ թույլտվություններ դա, որոշ ծրագիրներ անի, որ մարդիկ կան աշխատեն ստեղ դրսից, հաստատ մարդիկ կա, որ հաստատ կգան հազարավորից։ Չէ, կգան ամենակարևորը, ասում եմ, այն այս ճանաչով որ այն ստատուսով որ գալիս ես երբ արդեն ընտանիք ունես, քո ամենաառաջի մտահոգությունը քո եկամուտն ու կյանքիդ ապրելու որակն է։ Հիմա մարդ կա ուրիշ տեղ տեսնում է այնքան վատ է, ոչինչ չունեմ կորցնելու սրանից վատ է, չի պատկերացնում, ասում է այս նույն վատենի Հայաստանում գալիս է կարող է շատ էլ հաջողում։ Մարդ կա շատ լավ, տենց comfortable, շատ լավ նորմալ ստանդարտի կյանք ունի ու այդ ամեն ինչը մեկ չի կարողանում պատկերացնել, որ արդյոք ինչքան կտևի կամ ընդհանրապես կստացվի թե չի ստացվի, որ Հայաստանում կարողանա ստեղծի։ Այդ մարդուն ես չեմ կարողանում դատեմ կամ ասեմ ինքը սխալ է։ Կարող է ես ինքս այդ վիճակում ելնեմ, որ այնտեղ լավ եկամուտ ունեմ, լավ փող եմ սարքում, լավ ընտանիքս comfort ու կա ամեն ինչը կա, երեխես ուսանող, նորմալ ուսանում է։ Մի խոսքով ամեն ինչս հոգում եմ, կարող է ես շատ ավելի դժվար կարողանամ որոշում կայացնեմ գայմ Հայաստան, քան այն ժամանակ, որ 24 տարեկանում։ Ամեն ինչպես այդ մեր վատ գարքախոսնոր որտեղ հացուն դեր գած, այդ արդեն Հայաստանի դեպքում մեկ ինչ կարող է շատ տենց չասել։ Բայց վատ է, որովհետև 600 տարի չեն ունեցել սովետի ժամանակ հակասենք, որ ուր կգնանք ընդեղ վատ է, բայց հիմա բոլորս պետք է մի քայլ արել, մենք էլ շատ հանգիստ կարանք Եվրոպայում ապրեինք, բայց եկանք ասեցինք մի բան մենք էլ պիտի անենք, ոչ թե խոսանք, որ հայրենիք ունենք, բայց եթե չանես մի քայլ, ոնց էս երկիրը պիտի պահպանվի։ Իմ կարծիքով ամենակարևորն է որ ինչքան հայ կարող է Հայաստան։ Դե դա, բայց ծրագիրներն չեն եղել pedagogan, երևի պետություններն վախեցին են որ միանգամից շատ մարդ կգա, իրենք ցայն կգործեն։ Մենք շատ տեղեր ունենք որ պիտի բնակեցվի, այսինքն բացի այն որ պիտի սփյուռ կգա, Հայաստանի հայն էլ տեղեր կա որ չեն ուզում այդքան բնակվեն ու իրավունք ունեն, որովհետև ոչ մի այն առաջնահերթ բաներ, անհրաժեշտություններ որ կա պիտի լինի որ կարողանա ապրի, շատ տեղերում չկա, շատ քաղաքներում չկա։ Հիմա Եթե ծրագիրներ կա, ես արդեն նկատում եմ վերջի 4-5 տարվա մեջ, ինչքան որոշ քաղաքներ զարգանում են, մեկը Դիլիջանը, մեկը Սևանը, մեկը Ծաղկաձորը, մեկը Բայց անհատական են, այդ pedagogan չեն։ Չեմ ասում պետական է, կարող է անհատական է, կարող է պետությունները այդ ուղու վրա մեկ ինչ ջանքա դնում, չգիտեմ, շատ ավելի պիտի դնի, որ մարդիկ շատ պիտի դնի, ամենակարևորը որ հայը Երևանից դուրս գա։ Այսինքն երբ որ դուրսի քաղաքները, ռայոնները սկսավ զարգանալ, այդ ժամանակ դու արդեն Երևանը պետք չունես զարգացես, ինքը իրանով կզարգանա կետա։ Ներդրումը լինի, հազարավոր մարդիկ կան, իրենք էլ հարգադու լինեն, պետությունը ավելի փող ստանա, ու դա է իսկական բիզնես ծրագիր է, եթե նայես։ Այսինքն գլոբալ նայես, այդ երկրի մասշտաբով բիզնես։ Բայց զարմանալի է որ այսքան տարի էլ ծրագիրներ չեղան, բոլորը խոսակցություններ, բայց ինձ թվում է վախենում են նաև ցայներ գործունելու դրսից եկողից եւ այլն, ես չգիտեմ իրականությունը, բայց հույսով ենք մի օր մարդիկ կգան որ այսրա վրա աշխատեն, որ շատ են գալի, 3 միլիոնը տանա 4 միլիոն, մենք ինչի եկողը գալիս է գնացողի փոխարեն, մենք մնում ենք 2 Հիմա մոտավորապես այտենց է, այսինքն ինչքան գալիս է նույն չափել գնում է։ Բայց մեր նպատակը 4-5-ն է, 10 միլիոն հայ չի կարողանում 4 միլիոն ստեղ անել, բայց ծրագիրները կգան, հույսով եմ մի օր այդ բայձար միտքը մի հատ էլ ուրիշ ոնց որ մեջբերում անեմ, ուրիշ հարց էլ կա, որ բացի հայը ստեգալը, դուրսի այլ ազգները կարող ստեղ կա ու մի հատ նմուշ է Ռուսաստանի Ուկրաինի պատերազմն էր, բայց իմ կարծիքով Հայաստանի եւ հայաստանցի սխալ քաղաքականության պատճառով բոլորը գնացին։ Չբահվեցան։ Այդ գները որ միանգամից տենց ասկագուշական թվեր սկսան կրակել, չգիտեմ, տենց բանի ապարտմանների, տուների, բնակարանների վարձակալության գները միանգամից 3-4 անգամով թանկացավ, իր ձեռք բերելու գները այդքան թանկացավ։ Միանգամից տեսան Ռուսաստանը, որ լիք ուրիշ երկիրներ կան, որ շատ ավելի էժան, շատ ավելի լավ պայմաններ միանգամից գնացին։ Այդքան դուրսի աշխատանք, ամենը մեծ մասը IT-ի ոլորտում են աշխատում, Հայաստանում միանց դուրսից ստացած եկամուտը ծախսում են։ Այսինքն դու մենակ հենց այդ կարնիկ պահինք մեր երկրի բնակչության մոտավորապես
10%-ից շատ մարդ է մտել երկիր։ 2-ից 300,000 ռուսեր մտել։ Փողով է դել։ Հա, փողով։ Դա խնդիր փողով։ Մենք դա չկարողացինք բայել։ Մենք մաքսիմում բահում ենք հնտիկը, որը փողով չի։ Հա, այնի փող չունի ձերը։ Այնի եկել աստեղ ոնց որ գոյատևելու։ Վերջո օրենքներ պետք է էին վերափոխել IT ոլորտում էին եկել իրենց հեշտացնել, չարեցինք մի անգամից։ Հա, հիմա ուզում ասեմ, այն հայը ինքը շատ ավելի ուրիշ մոտեցումներ կա, որ իրան պիտի բերի Հայաստան։ Բայց երբ որ ռուս ընդերից փախել եկել աստեղ ու այսքան սիրում է, ես որևէ բակի ամենափոքր մթային խանութը մտնում եմ, ռուսեր արևտուրին անում։ Որ գյուղի, որ տեղը մտնում եմ, ռուսեր արևտուրին անում։ Որտեղ եկնում են ռուս իր տեսնում։ Արդեն դեռ մեր երկրի 1/10 բնակչություն քիչ չի։ Այդ ամենը միանգամից գնացին, հիմա մնացել են դրանց այդ ընդհանուր եկածի կարող է 5% Հայաստանում։ Հենց այդ դուք տեսեք ինչ ներուժա կարող են, ինչ շարժը կարող ստեղծի, ինչ շուկա կարող են։ Արիքներ լավ պետք է օգտագործել, մենք ամենը հիմա անհատների Հայաստան դժբախտաբար ընդհանրապես նրան լուրջ չմոտիկացավ։ Այսինքն մարդկանց էլ ազատ թողա, մարդիկ էլ ինչ գներ ուզեցին, ասեցին, կարճաժամկետ պլանավորում, կարճաժամկետ եկամուտներ ու չնայան, որ այս 300,000-ը կարող է այդ տարիներով, 10 տարիներով, 20 տարիներով մնան ապրեն։ Ու 20 տարվա պլանը նայելու համար նայեն մի 2 ամիս, 3 ամիս, որ կանան ինչքան կարող են փող վերցնեն, ու դա իմ կարծիքով շատ լավ տապալվեց։ Դա չէ կարող է պահել ու արիտներ են որ պետք է օգտվել, բայց հիմա ամենաթեւս ունենք նաեւ այդ արիթը որ սպիրկահայերը վերադառնան հայրենիք, ինչպես դուք եք վերադարձել, ինչպես ես եմ վերադարձել, ինչպես հազարավոր մարդիկ են վերադարձել, որոնք նաեւ քիչ են։ Հետևաբար էս հաղորդումը պետք է իրենց համոզի, որ իրենք ոչ թե միայն գալիս են ընդեղի չափ փող աշխատելու կամ ապրուստ ապահովելու, նաեւ գալիս են որ ինչ-որ մի բան ավելացնենք այս երկրում արժեք, ինչպես որ դուք եք որպես մասնակետ արժեք եք ավելացնում գործարաններում մեջ ձեր գիտելիքներն եք տնում, ինչպես մենք, ինչպես շատերը, դա է մեր նպատակը, որ վերջ չափսոսանք, որ երկիրը չմնաց կա։ Դրա համար ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մարդկանց, որ 21 տարի էստեղ եք։ Շնորհակալ եմ Հայաստանին, որ մինչև հիմա պահել է։ Դուք էլ իր շնորհիվ էստեղ եք, բայց նաև մարդկանց ասենք, որ 21 տարի առաջ Դանիելի եկել է, դուք հիմա շատ ավելի հեշտ եք արել, շատ ավելի պայմանները լավ են ամեն ինչով։ Հիմա նորից 20, 21, 22, 23, 24, 25 տարեկան հիմա կապ չունի տղամարդեկին, ուզենա գա, հեշտ կորոշի գա։ Բայց արդեն ես հիմա 46 տարեկան եմ, 46 տարեկան մարդը ունենա ընտանիք, ունեմ հենց հիմա։ Ընկերներ ունեմ, ասում եմ, այդ որոշումը կայացրել եկել են ու ապրեն, որ հաջողել են ու շատ ուրախ եմ իրանց համար։ Կա ընտանիք էլ, որ օրինակ դեր Թեհրանը լավ կյանք ունի, լավ եկամուտ ունի, ամեն ինչով ապահովված է, ինքը մեկ ինչ դժվար է կարող այդ ռիսկ անի հիմա գա, որովհետև էլ ասում եմ աշխատանք կա, աշխատանքային պայմաններ կա, լիք հանգամանքներ կա, որ պիտի տենց ոնց որ ինքը ծանոթ հետևանի հասկանա կարող է այդ ռիսկը վերցնի կա, թե չի կարողանում վերցնի կա։ Ամենաթեւս հայ կյանքի մեջ երկու խոսք կա, մեկը ընտանիք բայր, մեկը երկիր բայր։ Երկուսն պիտի անեն։ Այո, երկուսն համատեղես։ Շնորհակալ եմ Դանիել ջան։ Մերսի շատ, ձեզ շնորհակալ եմ, շատ հաճելի։ Շնորհ հանդիպում։ Մինչև նոր հանդիպում։ Հաջողություն։ Հաջողություն ձեզ։